Կառավարությունը դպրոցներին կխրախուսի ու լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի։ Աջակցությունը տրամադրելու են գնահատելով դպրոցների կատարողականը։ Գործընթացն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը վերաբերում է բարձր կատարողական ունեցող դպրոցներին։ Սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում միայն ուսումնական հաստատությունը կկարողանա մասնակցել մրցույթին։ Դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50%-ից ավելի ցուցանիշ, տարակարգ ունեցող ուսուցիչների 20%-ից ավելի ցուցանիշ, ամսվա լավագույն, տարվա լավագույն մրցույթների մասնակցություն, օլիմպիադաների տարբեր փուլերի մասնակցություն։ Կհայտարարվի մրցույթ, որին դպրոցները մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հիմքում ունենալով մեկ զարգացման նորարարական ծրագիր։ Ձևավորված հանձնաժողովը կընտրի մինչև 20 ուսումնական հաստատություն։ Յուրաքանչյուր դպրոցին աջակցությունը մինչև 10 միլիոն դրամ է։ Կարող է լինել օրինակ ինչ-որ առարկայի ծրագրի մշակում հետաքրքիր, որը նոր կլինի դպրոցի համար եւ օրինակ համայնքի կամ տվյալ բնակավայրի հետաքրքրություններից, կարիքներից կբխի, շատ բազմազան կարող են լինել։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է ցածր կատարողական ունեցող դպրոցներին, որոնց դեպքում մրցույթ չի լինի։ Ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրելու եւ առանձնացնելու է կատարողականի նվազագույն ցուցանիշներ ունեցող 40 հաստատություն։ Այնուհետև իրականացվելու է արտաքին գնահատում եւ կառանձնացվեն այն դպրոցները, որոնք կստանան աջակցություն մինչև 5 միլիոն դրամ։ Այս դպրոցների համար կազմվելու է զարգացման ծրագիր, հիմնվելով առկաբացերի ու խնդիրների վրա։ Ի դեպ, աջակցության ծրագրի երկու բաղադրիչով էլ չեն դիտարկվելու այն դպրոցները, որոնք ունեն 50-ից պակաս աշակերտ։ Աջակցության ծրագրում ընդգրկվելու չափանիշները կրթության փորձագետը միանշանակ չի ընդունում, ասում է, անկախ աշակերտների թվից յուրաքանչյուր կրթական հաստատություն պետք է հավասար աջակցության հնարավորություն ունենա։ Եթե դպրոցը ունի 50 աշակերտ, դա դպրոցի մեղավորությունը չի, որ այդ գումարը չստանա։ Այսինքն, եթե դպրոցում տնօրենը պետք է զարգացման ծրագրի հետ կապված, կատարողականի հետ կապված իրանելը չեն անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ։ Եթե ինքը ինչ շեխ ունի, որ դպրոցը 50 աշակերտ ունի, իր կատարողականը նորմալ կատարում է, իր զարգացման ծրագրի կատարողականը, ինչու չպետք է ստանա աջակցություն։ Ոլորտի փորձագետի գնահատմամբ բարձր կատարողականով դպրոցների համատեքստում էլ ընտրված մոտեցումն ու չափանիշները կարող են դպրոցների միջև ստեղծել անառողջ մրցակցություն։ Կարող է մրցակցություն խթանել դպրոցների միջև, տնօրենների միջև։ Խթանելու արդյունքում կարող են ստիպեն, որ գնան ատեստավորեն, որպեսզի հետ չմնա կողքի դպրոցից, ասեն դպրոցը ունի հավելյալ միջոց ստացավ, ես էլ պետք է այդ ցուցանիշին հասնեմ, այդ ցուցանիշին հասնելու համար բառադրանք։ Փորձագետը հիշեցնում է, զարգացման ուղին պետք է անցնի հավասար հնարավորությունների տրամադրմամբ։ Կրթական բարեփոխումներում կարևոր է պահել հավասարակշռությունը, փոքր համայնքներում գործող, սակայն զարգացման ներուժ ունեցող դպրոցներին անտերության չմատնել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։